Ուրեմն մեր հասարակության մեջ այսօր ընդունված է, որ մեզ գնահատում են մեր արդյունավետությունով, դա փաստ է։ Մենք դա շատ լավ տեսնում ենք գործունեության ոլորտների մեծ մասում, մեզ գնահատում են մեր արդյունքներով, արտադրողականությամբ, դիպլոմներով կամ արդյունավետությամբ։ Եվ այս մտածելակերպը, որը ոմանք կարող են համարել թերություն, կարող է ներթափանցել նաև մեր հոգևոր կյանքի որակի գնահատման մեջ։ Որոշ մարդիկ, այսպես ասած, կարծում են, որ պետք է ավելի շատ աշխատեն, որպեսզի Աստծո կողմից ընդունված լինեն։ Ընկերություններում այս աշխատակիցը, որը հասնում է իր նպատակներին, գովաբանվում է, իսկ եթե ոչ, նա կարող է կանչվել իր ղեկավարի մոտ և պատասխանատվության ենթարկվել։ Երբ երկար ժամանակ ապրում ենք այս տրամաբանությամբ, մեր նմանները պատկերացնում են, որ Աստված էլ նույն կերպ է գործում։ Եթե ես բավականաչափ աղոթեմ, եթե բավականաչափ կարդամ Աստվածաշունչը, Աստված գոհ և ուրախ կլինի ինձնով։ Բայց Աստված չի գործում արդյունավետության տրամաբանությամբ, նա գործում է շնորհով։ Ավելին, Ավետարանը հայտնում է մի զարմանալի ճշմարտություն. Աստված նախ մեզ հրավիրում է հանգստի և միայն հետո կանչում ծառայության։ Հիսուսը չի ասում. «Աշխատեք, որպեսզի գաք ինձ մոտ»։ Նա Մատթեոս ավետարանի 11-րդ գլխի 28-30-րդ համարներում ասում է. «Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ, որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը թեթև»։ Այս իմաստով իսկական քրիստոնեական հանգիստը ամբողջ քրիստոնեական կյանքի մեկնակետն է։ Հանգստանալ նշանակում է նախ և առաջ դադարել սեփական փրկությունը վաստակելու կամ արժանի լինելու փորձից։ Նախքան Քրիստոսին իսկապես ճանաչելը, մենք համառորեն, բայց գուցեև բնականաբար, փորձում ենք արժանանալ Աստծո բարեհաճությանը։ Միևնույն ժամանակ, Աստվածաշունչը հենց հակառակն է հաստատում Եփեսացիների թղթի 2-րդ գլխի 8-9 համարներում. «Որովհետև շնորհքով եք փրկված հավատքի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որպեսզի ոչ ոք չպարծենա»։ Այս խոսքերի պարզ իմաստն այն է, որ փրկությունը իսկական նվեր է։ Խաչի վրա Հիսուսը Հովհաննես ավետարանի 19-րդ գլխի 30 համարում հայտարարում է. «Ամեն ինչ կատարված է, այլևս ոչինչ ավելացնելու կարիք չկա»։ Եփեսացիների թղթի հեղինակը զարգացնում է այս միտքը Եբրայեցիների 4-րդ գլխի 10-րդ համարում. «Ուրեմն Աստծո ժողովրդի համար դեռ մնում է շաբաթի հանգիստը, որովհետև ով մտնում է Աստծո հանգստի մեջ, նա հանգստանում է իր գործերից, ինչպես Աստված իր գործերից»։ Աստծո հանգստի մեջ մտնել նշանակում է հրաժարվել սեփական փրկությունը վաստակելու ցանկությունից։ Պատկերացրեք, որ ձեր ծննդյան օրը ձեզ հիանալի նվեր են տալիս, և դուք տարօրինակ կերպով հարցնում եք. «Որքան եմ ձեզ պարտք այս հրաշալի նվերի համար»։ Մարդը պատասխանում է. «Ոչինչ, որովհետև դա նվեր է»։ Եթե դուք պնդեք վճարել, ապա տրամաբանորեն դա այլևս նվեր չէ։ Փրկությունը հենց այդպիսինն է՝ Աստծո կողմից տրված պարգև, նվեր։ Հիսուսի կողքին խաչված ավազակը ժամանակ չունեցավ ոչ մկրտվելու, ոչ էլ բարի գործեր կատարելու, սակայն Հիսուսը Ղուկասի ավետարանի 23-րդ գլխի 43-րդ համարում նրան ասում է. «Ճշմարիտ ասում եմ քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»։ Նրա փրկությունը հիմնված էր միայն հավատքի վրա։ Սակայն հանգիստը չի նշանակում հանգործություն, և աստվածաշնչյան իմաստով հանգիստը երբեք ծուլություն չի։ Փրկվելուց հետո Աստված մեզ կանչում է իր հետ քայլելու։ Պողոսի Եփեսացիներին ուղղված թղթի 2-րդ գլխի 10 համարում ասվում է. «Որովհետև մենք նրա ստեղծագործությունն ենք, Քրիստոս Հիսուսում ստեղծված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց, որպեսզի մենք դրանցով ապրենք»։ Գործերը չեն առաջացնում փրկությունը, այլ փրկությունն է առաջացնում գործը։ Հակոբոս իր թղթի մեջ հիշեցնում է այս ճշմարտությունը։ Այդպես էլ հավատքը, եթե գործեր չունի, ինքնին մեռած է։ Պողոսի և Հակոբոսի միջև հակասություն չկա։
Պողոսը խոսում է փրկության արմատի մասին, իսկ Հակոբոսը դրա պտղի։ Խնձորենի չի դառնում այն պատճառով, որ խնձոր է տալիս։ Այն խնձոր է տալիս, որովհետև արդեն իսկ խնձորենի է։ Նույն կերպ էլ քրիստոնյան գործում է, որովհետև արդեն փրկված է։ Ինչպես դուք, այնպես էլ ես ճանաչում ենք բազմաթիվ քրիստոնյաների, որոնք կարծես թե վերջում ամբողջովին ուժասպառ են լինում։ Ինչու՞։ Որովհետև նրանք աշխատում են Աստծո համար առանց Քրիստոսի մեջ մնալու։ Այսինքն աշխատել Աստծո համար եւ ոչ թե Աստծո հետ։ Եվ Հիսուսը մեզ տալիս է այս ծուղակից խուսափելու գաղտնիքը Հովհաննեսի ավետարանի 15-րդ գլխի 4-ից 5-րդ համարներում։ Մնացեք իմ մեջ եւ ես ձեր մեջ, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ Խաղողի պտուղը երբեք ճյուղի ջանքերի արդյունքը չէ, այն գալիս է ճյուղի, որդատունկի հետ ունեցած միությունից եւ որդատունկից եկող ամբողջ հյութից։ Եվ որքան ճյուղը մնում է միացած որդատունկին, այնքան բնական կերպով ավելի շատ պտուղ է տալիս։ Պողոս առաքյալը այս պարադոքսն արտահայտում է Կորինթացիների թղթում։ Ես նրանց բոլորից ավելի աշխատեցի, բայց ոչ թե ես, այլ Աստծո շնորհը, որ ինձ հետ է։ Պողոսը չափազանց շատ է աշխատել, սակայն ընդունում է, որ իրական ուժը գալիս էր շնորհքից։ Քրիստոնյան հանգստանում է Քրիստոսի մեջ եւ միևնույն ժամանակ ակտիվորեն ծառայում է։ Նույնիսկ ամենալավ եւ ամենաթանկ սմարթֆոնը դառնում է անօգուտ, երբ նրա մարտկոցը դատարկվում է։ Այն ունի բոլոր հավելվածները, սակայն առանց լիցքավորման այլևս չի աշխատում եւ ոչ մի օգուտ չի տալիս։ Քրիստոսի հետ մեր հաղորդակցությունը նման է լիցքավորման։ Եթե մենք անդադար ծառայում ենք, բայց չենք վերականգնում մեր ուժերը Տիրոջ մոտ, վերջի վերջո մեր մարտկոցները դատարկվում են եւ մենք ուժասպառ ենք լինում։ Ղուկասի ավետարանի 10-րդ գլխում 38-ից 42-րդ համարներում Մարթան ամբողջությամբ զբաղված էր ծառայությամբ, իսկ Մարիամը նստած էր Հիսուսի ոտքերի մոտ։ Մարթան շատ էր աշխատում, իսկ Մարիամը հանգիստ լսում էր Հիսուսին։ Հիսուսը Մարթային չի հանդիմանում ծառայելու համար, նա հանդիմանում է նրան այն բանի համար, որ նա կորցրել էր տեսադաշտից այն մեկին, ում ծառայում էր։ Ծառայությունը դառնում է ծանր, երբ այն այլևս չի սնվում հաղորդակցությամբ։ Շատ եկեղեցիներում կան ծառայողներ, որոնք իրենց ժամանակից չափազանց շատ են նվիրում։ Մի քանի տարի անց նրանցից ոմանք ասում են. «Ես հոգնել եմ, այլևս ուրախություն չունեմ»։ Խնդիրը միշտ չէ, որ աշխատանքն է։ Երբեմն խնդիրը այն է, որ ծառայությունը փոխարինել է Աստծո ներկայությանը եւ այն նպատակին, որ մենք ինքներս մեզ համար դրել ենք։ Աստվածաշունչը մեզ զգուշացնում է եւ օգնում է խուսափել երկու ծուղակներից, որոնց մեջ չպետք է ընկնել։ Առաջին ծուղակը օրինականությունն է։ Մտածել, որ Աստված մեզ ավելի շատ է սիրում, երբ մենք ավելի շատ բան ենք անում, մեզ տանում է մշտական մեղավորության զգացման։ Որոշ մարդիկ առավոտյան արթնանում են հոգևոր ստուգաթերթիկով, օրինակ աղոթել եմ արդյոք, կարդացել եմ մի 2-3 գլուխ, 3 բավականաչափ ավետարան եմ, թե ոչ։ Եթե մի կետ բաց է մնում, նրանք անմիջապես մեղավոր են զգում։ Նրանց խաղաղությունը կախված է իրենց կատարողականությունից, մինչդեռ մեր խաղաղությունը պետք է կախված լինի Քրիստոսից։ Պողոսը Գաղատացիներին ուղված թղթի 2-րդ գլխի 21-րդ համարում գրում է. «Եթե արդարությունը օրենքով է, ապա Քրիստոսն իզուր մեռավ»։ Երկրորդ ծուղակը անփութությունն է։ Եթե ասում ենք, քանի որ ես շնորհքով եմ փրկված, կարող եմ ապրել այնպես, ինչպես ուզում եմ։ Պողոսը Հռոմեացիներին ուղված թղթի 6-րդ գլխի 1-2 համարներում պատասխանում է. «Ինչ ասենք ուրեմն, մնանք մեղքի մեջ, որպեսզի շնորհը շատանա, քավ լիցի։ Շնորհը փոխում է մարդուն, բայց երբեք չի արդարացնում անհնազանդությունը։ Քրիստոնյան հանգստանում է Աստծո սիրո մեջ, բայց քայլում է հնազանդության ճանապարհով։ Վարորդական իրավունք ստանալը չի նշանակում, որ այժմ կարելի է մեքենան վարել ժամում 180 կմ արագությամբ։ Ազատությունը ենթադրում է պատասխանատվություն։ Նույն կերպ շնորհը մեզ թույլ չի տալիս ապրել ինչպես պատահի,
Այն մեզ կարողություն է տալիս ապրել Աստծո կամքի համաձայն։ Նույն ձևով մեծ հեղինակավոր համալսարան ընդունված ուսանողը չի դադարում սովորել այն պատճառով, որ ընդունվել է այնտեղ։ Ընդհակառակը, ընդունվելը նրան ցանկություն է տալիս ավելի ու ավելի առաջադիմելու։ Ուստի փրկությունը առաջացնում է աճելու ցանկություն։ Հիսուսն այսօր էլ մեզ հրավիրում է Մատթեոս ավետարանի 11-րդ գլխի 28 համարով. Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ Այս հանգիստը միայն երկնքի համար տրված խոստում չէ, այն իրականություն է հենց այսօր։ Երբ հասկանում ենք, որ Քրիստոս ամեն ինչ կատարել է, մենք դադարում ենք աշխատել նրա սերը շահելու համար։ Մենք աշխատում ենք, որովհետև արդեն ստացել ենք այդ սերը։ Երկար զբոսանքից հետո փոքրիկ երեխան հոգնում է և նրա հայրը նրան գրկում է։ Երեխան իրեն չի հարցնում, արդյոք արժանի է, որ իրեն գրկեն ու տանեն։ Նա պարզապես թույլ է տալիս, որ իրեն տանեն, որովհետև գիտի, որ իր հայրը սիրում է իրեն։ Սա քրիստոնեական կյանքի գեղեցիկ պատկեր է։ Մենք առաջ ենք շարժվում, ծառայում ենք, պայքարում ենք, բայց մեր ապահովությունը երբեք չի հիմնվում մեր ջանքերի վրա։ Այն հիմնված է մեր երկնային Հոր գրկի վրա։ Կրոնն ասում է. աշխատիր, որպեսզի ընդունված լինես։ Ավետարանն ասում է. դու ընդունված ես Քրիստոսում, այժմ քայլիր նրա հետ։ Հանգիստը քրիստոնյայի վարձատրությունը չէ, այն նրա մեկնակետն է։ Ամեն։